Ինչն է, որ ձեզ մտահոգել է ամենաշատը։ Հրավիրեցինք Հայաստանի նախագահին, Գիտությունների ազգային ակադեմիա Արմեն Սարգսյանն էր այդ ժամանակ։ Եվ բացատրեցինք այն խութերը, որոնք դրված էին այդ օրենքի նախագծում, որը դեռ օրենք չէր դարձել։ Հիմա այդ օրենքը եկավ ազգային ժողով, ընդ որում բացասական կարծիքով, Որքանով է այդ օրենքը հակասում ազգային մտքին, հոգուն։ Մենք մատնացույց էինք արել առնվազն 4 հոդված, որոնք սահմանադրությանը հակասում էին, ակնհայտորեն էին հակասում։ Գիտության ոլորտի ֆինանսավորումը վերջի տարիներին բացարձակ թվերով աճում է։ Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, սկսում ենք Status Quo հեղինակային իմ հաղորդումը։ Այսօրվա իմ զրուցակիցը կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն է, Ատոմ, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Կրթության մասին որքան էլ տարօրինակ է Հայաստանում շատ քիչ են խոսում, բայց կրթությունը հիմնարար այն սյուներից մեկն է, որի վրա կառուցվում է եւ պետականությունը, եւ ինքնությունը, եւ մնացած բոլորը ըստ էության, ինչպես եւ նորմալ, այսպես ասած, հասարակությունների համար կրթությունը պիտի լիներ առաջնահերթություն, ինչպես եւ ժողովրդագրությունը, դեմոգրաֆիան, բայց կարծեք մեզ մոտ այդ սյուները մեծ մասամբ ոչ այդքան ըստիս կայուն են, ամուր են, բացի պոպուլիստական, պես ակադեմիական քաղաք, բարձրագույն կրթության մասին օրենք եւ այլն։ Դուք բարձրագույն կրթության մասին օրենքը ձեր նախաձեռնությամբ ուղարկել եք Սահմանադրական դատարան վիճարկելու այդ բովանդակությունը։ Ինչն է, որ ձեզ մտահոգել է ամենաշատը։ Այո, շնորհակալություն ես հնարավորության համար, որովհետև իսկապես, ինչպես դուք ասացիք, կրթությունը ըստ էության մեր հասարակական, նաև քաղաքական կյանքի առանցքն է։ Ամենակարևոր հենասյունը, որի վրա կառուցվում է, այո, ամբողջ պետականությունը, գաղափարախոսությունը եւ այլն։ Եվ շատ մարդիկ մտածողներ միշտ ասել են, եթե դու կրթությունը հանում ես հասարակությունից, այսինքն սարքում ես հասարակությանը անգրագետ, կամ կրթական ցենզը իջեցնում ես եւ այնպիսի մարդիկ ես դնում կառավարողներ, որոնք օրինակ կրթությունից թերացել են, այդ հասարակությունը կամ կազմաքանդվում է կամ ընկնում է այլ երկրների ուղակի իշխանության տակ, այսինքն տիրապետության տակ, ինչը ըստ էության տեղի է ունենում հիմա Հայաստանում։ Այսինքն հեշտ է լինում գիտակցությամբ մանիպուլացնել եւ մտցնել ուղեղներում այն գաղափարները, որոնք ընդհանրենք ձեռնտու են մեր թշնամիներին, մեր հակառակորդներին։ Այո, դուք իրավացի եք, շատ հեշտ է լինում եւ դրանից հետո էլ հեշտ է լինում տարբեր բառերով վախեցնել, օրինակ հիբրիդային, չէ՞, հիմա շատերը հիբրիդային պատերազմներ, հիբրիդային սպառնալիքներ, հարձակումներ, ուրեմն բոլոր մեր հեռուստադիտողներին ուզում եմ ասել, որ հիբրիդային մենք շատ օգտագործում ենք հենց կրթության մեջ այդ բառը, որը ընդհանրապես վախենալու չի, եւ հիբրիդային կրթություն ասելով մենք հասկանում ենք սովորական կրթությունը համադրելով, այո, համադրելով օրինակ առցանց, հեռավար կրթությանը, շատ հիմա օգտագործում ենք արհեստական բանականությունը կրթության մեջ եւ այլն, եւ արգելի սիրելի բարեկամներ, ընկերներ, երբ որ սրանից հետո հիբրիդայինի մասին կխոսեն, ավելի շատ դուք այդ դրական բանը հիշեք կրթության մասին եւ մի վախեցեք այդպես ասած հիբրիդային սպառնալիքներից, չնայած դրանք իրականում իհարկե կան։ Բայց ինչևէ, եկեք թեմային անդրադառնանք, շատ շնորհակալություն այդ հնարավորության համար։ Ես ուզում եմ մի քիչ նախապատմությունից գալ։ Ուրեմն Հայաստանում կրթության ոլորտի օրենսդրությունը, որը ըստ էության հիմքն է հանդիսանում կրթության ոլորտի եւ գիտության ոլորտի կառավարմանը, Հայաստանում ստեղծվել է դեռ 90-ականների վերջին էջ եւ 2000-ականների սկզբին։ Եվ այն օրենքները, որոնք ընդունվել են եւ որոնց հիման վրա զարգանում էր Հայաստանի կրթական համակարգը, ըստ էության շատ հին էր, որովհետև հիմա process-ները, գործընթացները այնքան արագ են զարգանում, որ օրենքները դու պիտի վազես, որպեսզի համապատասխանեցնես ժամանակակից հասարակական հարաբերություններին։ Եվ այդ նկատառումներից ելնելով դեռևս 2015 թվականին Հայաստանում նախաձեռնվեց բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրության վերափոխումների, այն ժամանակ էլ հիմա էլ ասում են բարեփոխումների նախաձեռնություններ եւ գիտեք 15 թվականին դեռևս Սերժ Սարգսյանի իշխանությունն էր եւ այդ ժամանակվանից ուրեմն այդ օրենքի նախագիծ մշակվեց, որը բերվեց ազգային ժողով, լսումներ եղան եւ ձեր խոնարհ ծառան օրինակ այդ օրենքի նախագծին դեմ դուրս եկավ, ինչպես նաեւ այսօրվա օրինակ իշխանության մեջ գտնվող շատ մարդիկ, որովհետեւ այնտեղ ավելի խստացվում էր քաղաքական ազդեցությունը կրթության վրա, որը
հիբրիդային սպառնալիքներից մեկն է։ Երբ որ քաղաքականությունը ազդում է կրթության վրա, դու ցանկացած ժամանակ կարող ես կրթությունը ճկել ես կողմ, ճկել են կողմ, այսինքն հարմարեցնել օրվա քաղաքական իշխանությանը, որին մենք դեմ դուրս եկանք այսօրվա իշխանավորների հետ, եւ այդ օրենքը ընդհանրապես չմտավ էլ ազգային ժողով։ Հետո հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, Հայաստանում իշխանությունը փոխվեց եւ օրենքի վերափոխված, վերախմբագրված տարբերակը նորից եկավ ազգային ժողով։ Այդ օրենքը ընդունվեց։ Երկար քննարկումներից հետո 2021 թվականին ընդունվեց օրենքը եւ գիտեք, ազգային ժողովը երբ որ ընդունում է օրենքը, նա դրանից հետո պիտի նախագահը ստորագրի, որպեսզի օրենքը մտնի ուժի մեջ եւ սկսի գործել։ Ուրեմն մինչև նախագահը կստորագրեր, ուներ 21 օր ժամկետ։ Այդ ժամանակ մենք, այդ թվում նաև ես, որպես Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից, Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, հրավիրեցինք Հայաստանի նախագահին, Գիտությունների ազգային ակադեմիա, Արմեն Սարգսյանն էր այդ ժամանակ։ Եվ բացատրեցինք այն խութերը, որոնք դրված էին այդ օրենքի նախագծում, որը դեռ օրենք չէր դարձել։ Արմեն Սարգսյանը խոստացավ, որպեսզի չի ստորագրի, որովհետև իրենից ինչ-որ բան չի գնում, եւ դա նրա իրավունքն է։ Չստորագրել, այլ ստուգելու համար ուղարկել Սահմանադրական դատարան։ Ի պատիվ իրեն ասեց եւ արեց, օրենքը ուղարկեց, չստորագրեց եւ ուղարկեց Սահմանադրական դատարան եւ 2021 թվականի օգոստոսին օրենքը երկու հոդվածով ճանաչվեց Սահմանադրությանը հակասող։ Այսինքն օրենքը չմտավ ուժի մեջ։ Եվ քանի որ Սահմանադրական դատարանը արդեն որոշումը կայացրեց եւ դա վերջնական էր, օրենքը հետ գնաց ազգային ժողով, ազգային ժողովից հետ գնաց կառավարություն, որովհետեւ կառավարությունն էր նախաձեռնողը, եւ համապատասխան նախարարություն, որպեսզի վերամշակվի, վերափոխվի։ Դրանից անցավ 4 տարի։ Օրենքը ավելի վատացավ, այն ինչ որ մենք ունեինք 2021 թվականին, որովհետև այստեղ առաջացան նաև օրվա իշխանությունների ռուսերեն բառկա կապրիս, հայերեն դրան ասում են կմահաճույքները, օրինակ, ակադեմիական քաղաքի մասին առանձին հոդված օրենքում։ Ավելի վատ օրենքը եկավ ազգային ժողով, եւ քանի որ գիտեք հիմա ազգային ժողովը ինչպես է օրենքները ընդունում, մեկ զանգով Նախկինում ասում են դակող են աշխատում, հիմա շարունակում են լավագույն ավանդույթ։ Այո։ Այստեղ մի քիչ շեղվելով ասեմ, որ ներկա գործող ազգային ժողովի ընդունած օրենքների շուրջ 90%-ը նախաձեռնել է կառավարությունը։ Եվ 60-ից ավելի падգամավոր որևէ նախաձեռնություն 5 տարին արդեն լրանում է։ Որևէ օրենսդրական նախաձեռնություն չի ցուցաբերել։ Այս շեղվելով։ Այո, բայց կարևոր բան եք ասում, որտեղ այդ թվաբանությունը շատ կարևոր է իմանալ։ Հիմա այդ օրենքը եկավ ազգային ժողով, ընդ որում բացասական կարծիքով, որոշ տեղեկություններով, նաև արդարադատության նախարարությունից, այսինքն այնտեղ հստակ բաներ կային, որոնք հակասում էին գործող օրենսդրությանը։ Մեկ զանգով ընդունվեց արագ ռեժիմով, դա սեպտեմբերն էր 2025 թվականի, ընդունվեց եւ դրանից հետո մեզ ինչ էր մնում, այսինքն մեզ ասելով ի նկատի ունեմ մարդիկ, որոնք մտահոգ են, որոնք մտավորական են, որոնք կրթության եւ գիտության ոլորտի մարդիկ են։ Մենք որոշեցինք դիմել, ինչպես եւ նախորդ անգամ, Հայաստանի Հանրապետության հիմա գործող նախագահին, խնդրելով նույն բանը, որ մի ստորագրեք եւ եկեք ստուգենք, տեսնենք արդյոք այս օրենքը։ Ընդ որում մենք մատնացույց էինք արել առնվազն 4 հոդված, որոնք Սահմանադրությանը հակասում էին, ակնհայտորեն էին հակասում։ Ես կուզեմ որ միտքը ավարտեք, թե ինչ եղավ նախագահի հետ այդ ստորագրության հարցը եւ անցնենք այդ կոնկրետ հակասող եւ ապազգային կամ եւ այլ բաղադրիչներին, որոնք ձեզ մոտ մտահոգություն առաջացնում։ Ուրեմն քանի որ նախագահին դիմեցինք ոչ թե սովորական նամակով, այլ հանրագրով, սա էլ է կարևոր, որովհետեւ դրան անպայման պետք է պատասխան տան եւ սահմանված ժամկետ կա, մեզ 5 օր հետո պատասխան եկավ նախագահի աշխատակազմից, որ ձեր դիմումը ընդունված է, հանրագիրը, որը ստորագրել էին մի շարք գիտնականներ, գիտական աստիճան ունեցող դասախոսներ, ուրեմն ձեր դիմումը ընդունված է եւ ուղարկված է նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչություն, որպեսզի նրանք նայեն արդյոք մեր մատնացույց արած հոդվածները հակասում են Սահմանադրությանը, թե չէ։ Ասենք դե լավ է, շատ լավ է։ Դրանից անցավ եւս 1 շաբաթ, ուրեմն Հայաստանի Հանրապետության նախագահան ստորագրեց օրենքը եւ դրանից էլ անցավ եւս 1 շաբաթ եւ մենք գրավոր պատասխան ստացանք մեր հանրագրին, որ հարգելի Ատոմ Մխիթարյան եւ մյուսները ովքեր ստորագրել էին։
Գիտեք ինչ, մենք քննարկեցինք այն ձեր առաջարկը, ձեր հանրագիրը, բայց ուզում ենք ձեզ տեղեկացնենք, որ Հայաստանի նախագահան արդեն ստորագրել է օրենքը։ Եվ ես ուղղակի բացահայտեցիք։ Ասացի, որ հանճարեղ պատասխաներ էլի, ասենք, քննարկում ենք եւ գիտեք ինչ, արդեն, այո, արդեն ստորագրել ենք։ Հիմա ատոմ, փորձենք անդրադառնալ այդ նախա 4 կարճ կարող ենք անել, որպեսզի հասկանանք ինչի մասն է խոսքը, եւ իմ այդ հաջորդող հարցը կլինի, որքանով է այդ օրենքը հակասում ազգային մտքին, հոգուն, որքանով է ապազգային միգուցե, ես դրա համար կուզեի հասկանալ իրական ինչ կա այդտեղ, ինչ Հիմա տեսեք, մենք որ ասում ենք այդ օրենքը իսկապես չի նպաստում, ես մի քանի օրինակներ բերեմ, որոնք իսկապես սահմանադրությանը հակասում են։ Ուրեմն օրինակներից մեկը օրենքի մեջ գրված է։ Նախ պետք է ասեմ, որ այս օրենքը միավորում է իր մեջ 4 օրենք, որոնք նախկինում գործում էին։ Բարձրագույն եւ հետբուական մասնագիտական կրթության մասին օրենքը, ուրեմն գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքը, տեսեք ինչպիսի լայն դաշտեր է բերում։ Գիտական փորձաքննության մասին օրենքը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքը։ Ուրեմն առաջին բանը, քանի որ գիտությունների ազգային ակադեմիայի մեջ ազգային բառը կա, իսկ այսօրվա իշխանությունները դրանից խորշում են, վախենում են, ուրեմն ինչքան ազգային բառով պետական կառույցներ կան, կազմակերպություններ կան, աշխատում են այդ ազգային բառը կամ հանել, կամ ինչ որ տեղը փոխել, կամ նրա կարգավիճակը իջեցնել։ Առաջին բանը, Գիտությունների ազգային ակադեմիայի օրենքը ամբողջությամբ չեղարկվեց եւ ընդամենը 1 հոդված նվիրվեց ակադեմիային այս նոր օրենքով, որով Գիտությունների ազգային ակադեմիան դա համակարգ է 30-ից ավելի գիտական հետազոտական ինստիտուտներով։ Բոլոր գիտական հետազոտական ինստիտուտները դուրս բերվեցին ակադեմիայի համակարգից եւ ուղիղ ենթարկվեցին նախարարության։ Ուղիղ ենթարկվեցին։ Եվ հիմա ակադեմիան այլևս չկա, այն տեսքով, առնվազն այն տեսքով, ինչ որ կար մինչև այս օրենքի ընդունում։ Սա առաջինը, եւ ֆինանսավորումը արդեն ուղիղ է, եւ բայց բոլոր ինստիտուտներում հիմա նստած սպասում են, թե երբ են այդ ինստիտուտները միավորելու կամ միավորելու բուհերի հետ, ամեն դեպքում նպատակն է, որպեսզի այն շենքերը, որոնք զբաղեցնում են այդ ինստիտուտները, ուղղակի շենքերը վերցնել, պետականացնել եւ քանի որ Հայաստանը արդեն բացահայտ կարելի է ասել, վերցրել է ոչ թե գիտահեն տնտեսություն ունեցող երկրի ուղին, զարգացման այդպիսի ուղին, այլ ծառայություններ մատուցող երկիր դառնալու ուղին, ուղղակի դարձնել ծառայություն մատուցող օբյեկտներ, շենքեր։ Հյուրանոց դա կարող է լինել սրճարաններ, ռեստորաններ կարող են լինել այլ ծառայությունների տեղեր այդ շենքերը, որոնք իսկապես ստրատեգիական շատ կարևոր նշանակության տեղ ունեն։ Ընդ որում, այս ընթացքում գիտնականների թիվը սկսեց պակասել ավելի մեծ թափով, որովհետև մենք գիտենք, խորհրդային ժամանակ վերջին տարիներին Հայաստանում գիտնականների թիվը շուրջ 30,000 էր, եւ այսօրվա տվյալներով Հայաստանում մնացել է 3,000-ից մի քիչ ավելի գիտնական։ 10 անգամ մենք պակաս գիտնականներ ունենք այս պահի դրությամբ։ Ուրեմն սա այդ օրենքի, այսպես ասենք, հետևանքներից մեկն է, որ արդեն հիմա գործում է։ Մյուս կետը, որ մենք մատնացույց էինք արել, դա այն է, որ գիտական կազմակերպությունների ղեկավարները, ուրեմն տարիքի պատճառով կարող են 1900-ից մնացածը լքել են, այսինքն ինչ են արել։ Գիտնականները նախ Դե գիտնականները 30 տարվա ընթացքում պարզ է նրանց տարիքը մեծացել է եւ դուրս են եկել գիտությունից, ընդ որում մենք ունենք, գիտեք, մեծ անդունդ փոս, երբ որ կորը գիտնականների կարողանանք նկարել, մենք ունենք երիտասարդ գիտնականներ, որոնք մտնում են գիտության ասպարեզ գիտական աստիճան ունենալու, այսինքն պաշտպանելու թեզը, միջին տարիքի գիտնականներ գրեթե չկան եւ 70-ից պլյուս գիտնականներ ունենք, որոնք խորհրդային ժամանակներում, ասենք 40 տարեկան գիտնականներն էին, որոնք դեռևս մնում են։ Մնացածը կամ ոլորտից են դուրս գալիս, որովհետև իսկապես աշխատավարձ այնտեղ չկա, ինչքան էլ որ ասեն, ես կարող եմ թվերով էլ այդ մասին մի քիչ հետո ասել, կամ երկրից, որովհետև նույն աշխատանքը ինչ որ գիտնականը անում է, օրինակ Գիտությունների ազգային ակադեմիայի որևէ ինստիտուտում, եւ նույն աշխատանքը նա անի որևէ եվրոպական, ել չասենք ամերիկյան
որևէ համալսարանում, նա ստանալու է 10 անգամ ավելի մեծ բարձրացում։ Եվ շատերը ուղղակի գնում են կամ նրանք հետաքրքրված են եւ տանում են մեր ուղեղներին։ Եվ մեր հայրենակիցները գիտեն, դա կոչվում է ուղեղների արտահոսք։ Brain drain։ Այո, շատերը ուղղակի գնում են։ Հիմա գիտնականների թիվը մի բառով ասեք, որտեղ դա կարևոր է թեմայի մեջ հասկանանք, որ նկատի ունեք, որ իհարկե խոսում է այն մասին, որ աշխատավարձներ են բարձրացում, անդադ կտեսնենք, որ կառավարությունը ամենտեղ թմկահարում է, շփորահարում է, տեսեք, մենք ինչեր ենք անում, բայց իրականությունը ինչպիսին է։ Իրականությունը հետևյալն է, ուրեմն գիտության ոլորտի ֆինանսավորումը վերջի տարիներին բացարձակ թվերով աճել է ներողություն, բացի 26 թվականից։ 25 թվականի համեմատությամբ գիտության բյուջեն պակասել է 26 թվականին 25-ի համեմատությամբ 14%-ով։ Ուրեմն ֆինանսավորումը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 0.28%-ից 0.35%-ը։ Այսինքն իբր թե աճել է, չէ՞, այլ երկրներում բացարձակ թվերով դա իրականում հնայի նկատմամբ նույնիսկ պակասել է, որովհետև հնան ավելի մեծ արագությամբ է աճում, քան թե գիտության ֆինանսավորումը։ Նույն թվերը եվրոպական երկրներում, ընդ որում արևելյան Եվրոպայի երկրներում համախառն ներքին արդյունքի հետ համեմատած գիտության եւ ինովացիաների ֆինանսավորումը կազմում է առնվազն 2.5%։ Տվյալ երկրների հնան 10 անգամ ավել։ Այո, ընդ որում նրանց հնան պատկերացրեք ինչքան մեծ է։ Իսկ Վրաստանին ինչ որ կան, գիտեք։ Այնպիսի երկրներ, Վրաստանինը մեզնից բարձր է, հիմա կասեմ։ Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին օրինակ Իսրայելն է կամ Հարավային Կորեան, հասնում է մինչև 7% հնայի։ Առնվազն 4.5% է եղել վերջին 5 տարիների ընթացքում միջին թիվը։ Եվ համեմատեք նրանց հնան եւ Հայաստանի հնան։ Աշխատավարձերը գիտնականների։ Ուրեմն գիտնականների օրինակ սրանից 7-8 տարի առաջ իշխանության փոփոխության ժամանակ գիտնականների թիվը մոտ 2 անգամ ավելի շատ էր, քան հիմա կան։ Եվ եթե վերցնենք այն ժամանակ գիտնականների ստացած աշխատավարձը եւ բաժանենք այսօրվա գիտնականների վրա, ստանում ենք ավելի քիչ ընդհանուր աշխատավարձի ֆոնդը, քան թե այն ժամանակ կար, այսինքն ավելի քչացել է։ Իհարկե բացարձակ թվերով կոնկրետ գիտնականներ կան, որ ստանում են ամենաբարձրը ուշադրություն 500,000 դրամ։ Ամենաբարձրով թե առանց հարկերի։ Առանց հարկերի, դրանից ինքը հարկեր պիտի տա եւ 400,000-ի կարգի աշխատավարձ կարող է ստանալ։ 500,000, այսինքն դեռ չհանած։ Այո։ Դա ամենաբարձր աշխատավարձն է, որ գիտնականները կան, բայց գիտնականների շատ մասը կես դրույք է աշխատում։ Որտեղ ուրիշ տեղ է պիտի աշխատի։ Այո, գիտնականները դասավանդում են միաժամանակ եւ նրանց աշխատավարձը ուղղակի չնչին է եւ սա է պատասխանը, թե ինչի են գիտնականները լքում։ Բացի դրանից միջազգային ստանդարտներ կան, հաշվարկներ, թե ինչպես հաշվենք օրինակ գիտության զարգացումը տվյալ երկրում ինչքան է եւ գիտնականների թվով են դա հաշվում։ 1 միլիոն բնակչին հասնող գիտնականների թվով։ Հայաստանում այդ թիվը 1 միլիոն բնակչի հաշվով 1004 գիտնական է։ Նույն թիվը քիչ առաջ ասացինք, ուրեմն Ադրբեջանում 1680 է 1 միլիոն բնակչի հաշվով։ Վրաստանում 1750 է։ Թուրքիայում 2400 է։ Ռուսաստանում 3000-ից շատ է, 4500 Միացյալ Նահանգներում է։ Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին են օրինակ հյուսիսային կամ արևմտյան Եվրոպայի երկրները, հասնում են մինչև 8000-ի։ Ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանի բնակչությունը վերջին 30 տարվա ընթացքում մոտավորապես նույնն է մնացել, մի քիչ պակասել է, եւ եթե 30,000 գիտնականի հաշվարկով մենք հաշվենք, ստացվում է, որ խորհրդային վերջին տարիներին Հայաստանը առաջատար դիրքեր էր գրավում գիտնականների թվով։ Շատերը կասեն գիտնականների թիվը ինչ կարևոր է, չէ՞, լավ է լավ գիտնականներ ունենալ։ Ուրեմն նրանց պատասխանը իմ հետևյալն է։ Ուրեմն այդ գնացեք եւ ուսումնասիրեք նորմալ կամ այսպես ասած Գաուսի բաշխումը, որը ենթադրում է մոտավորապես այսպիսի կոր։ Գիտնականների թիվը, ուրեմն եթե դու պակասեցնում ես, կորը ընդհանուր պակասում է։ Այստեղ լավ գիտնականներն են, այստեղ վատ գիտնականներն են։ Դու չես կարող վատ գիտնականներին հանել եւ կորը ունենա այսպիսի տեսք օրինակ։ Կորը միշտ նույն ձևի է, բաշխումը հավասարաչափ է լինում, Գաուսի բաշխումը։ Այսինքն եթե դու վատ գիտնականներին հանում ես, այսինքն գիտնականների թիվը պակասեցնում ես, կորը ընդհանուր պակասում է եւ լավ գիտնականների թիվը եւս պակասում է։ Այսինքն պետք է Հայաստանին հետազոտությունները ցույց են տալիս, որ պետք է ունենա առնվազն 7000, դա նվազագույնն է,
թիվն է, որպեսզի կարողանա ինքը իրեն վերարտադրել, այսինքն կադրեր պատրաստել, հաջորդ սերունդը գա եւ այլն։ Իսկ Հայաստանում ունենք դրանից ավելի քան 2 անգամ ավելի քիչ գիտնականներ։ Ատոմ, քանի որ ժամանակ կներեք էլի, եթե կարող եք կարճ, որտեղ երևս երկու կարճ հարց։ Ես կարճ ասեմ, թե ինչ եղավ այն օրենքի հետ նաև։ Ինչ եղավ։ Քանի որ այս ամեն ինչից հետո ամեն դեպքում մենք պայքարը շարունակելու ենք եւ շարունակեցինք, մենք դիմեցինք մեր ընդդիմադիր գործիչներին, որոնք ազգային ժողովում են, որովհետեւ սահմանադրությունը եւ օրենքները Հայաստանի թույլ է տալիս պատգամավորների առնվազն 1/5-ով դիմել սահմանադրական դատարան ցանկացած օրենքի սահմանադրականությունը ճշտելու համար։ Մենք անցած շաբաթ Հայաստան Դաշինքի պատգամավորների հետ համագործակցությամբ նվազագույն ստորագրություններից էլ մի բան էլ ավել, ստորագրություններով օրենքը ուղարկել ենք սահմանադրական դատարան, մատնացույց անելով իմ ասած կետերը, որպեսզի սահմանադրական դատարանը քննության առնի եւ վստահ եմ, որտեղ կա նաեւ նախադեպ վստահ եմ այդ օրենքը ուժը կորցրած է ճանաչելու։ Ատոմ, 3 հարց ունեմ, կարճ հարցեր են, կարող եք ուղղակի այդպես շատ հակիրճ պատասխանել։ Նախ, ինչ վիճակում է հիմա այսպես կոչված կրթության նորաձև նախաձեռնությունը։ Կրթությունը նորաձև է, շատ վատ վախճան ունեցավ։ Ունեցավ վախճան, հա, չի շարունակվում ինքը։ Շատ վատ վախճան ունեցավ, որովհետև պարզվեց, որ նորաձև կրթությունը բերում է բաժանությունների։ Կրթությունը եւ նորաձևը բաժանվեցին։ Լավ, երկրորդ հարցը վերաբերում է ակադեմիական քաղաքին։ Դա ինչ վիճակում է այդ նախագիծը, որը նաեւ ասում եք ներառված է այդ Չարաբասիկ օրենքում։ Չնայած, այո, դուք իրավացի եք, չնայած այդ մասին արդեն կա այս ընդունված օրենքում առանձին հոդված ակադեմիական քաղաքի մասին եւ մի հակասահմանադրական կետն էլ վերաբերում է հենց դրա, որովհետև այդ օրենքով արգելվում է որևէ բուհին, որևէ ենթակառուցվածք ստեղծել ակադեմիական քաղաքից դուրս։ Եվ դա ակնհայտ սահմանադրությանը հակասող է։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ կա ուրեմն արդեն 3-րդ տարին գործող ակադեմիական քաղաք հիմնադրամը, որը պետական բյուջեից մեծ գումարներ է ստանում։ Միայն անցած տարի ուրեմն այդ աշխատավարձի պահպանման ծախսերի վրա ծախսել է այդ հիմնադրամը 1.9 միլիոն դոլար եւ 1.5 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել նախագծերի մնացած բաների վերաբերյալ, բայց եթե դուք գնաք այն վայրը, որտեղ լինելու է այդ ակադեմիական քաղաքը, նույն ձևի անապատ է, նույնիսկ ավելի վատ, քան թե կար։ Այսինքն ոչ մի բան չի արվում, բայց գումարների ծախսելու տեսակետից շատ լավ է։ Երրորդ հարցը վերաբերում է ամերիկյան Nvidia ընկերությանը, որը կես միլիարդի ներդրում կարծեք պիտի անի, որպեսզի Հայաստանում ստեղծվի արհեստական բանականության կենտրոն, ճիշտն ասած, եթե լիներ տարիներ առաջ, ես այդ բոլոր արտահայտությունները, բառերը իրար շատ լավ կկպցնեի։ Հիմա մի փոքր չեմ կարողam կպցնել այդ 3-4 բառակապակցությունները, Nvidia 500 միլիոն, Հայաստան, արհեստական բանականության կենտրոն եւ նախագիծ, որը կարող է գործել։ Ինչ փուլում է դա։ Գիտեք, օրինակ, երբ որ առաջին անգամ սկսեցին խոսել ակադեմիական քաղաքի մասին, որպես գաղափար բոլորը ընդունում են, որ դա շատ լավն է եւ հիմա էլ ես ընդունում եմ, ուղղակի այսօրվա իշխանությունները այդ լավ գաղափարները կարող են վերցնել, ինչպես ակադեմիական քաղաքի մասին գաղափարն է, եւ արժեզրկել այնքան, որ հաջորդ եկող իշխանությունը սրանից 2 ամիս հետո նույնիսկ եթե փորձի այդ գաղափարները կյանքի կոչել, այսինքն բայց հասարակական տրամադրությունները արդեն այն չեն լինի, որովհետև նախատրամադրվածություն կա։ Նույն բանը մտածում եմ, որ այս նախագծի վերաբերյալ է լինելու, գաղափարը իհարկե։ Ասում եմ, որ արդեն սկսել են շինարարությունը, ինչ որ արդեն ներդրումներ են արվում, դա այդպես է։ Ուղղակի պետք է ասել նաև, որ դեռ որևէ բան արված չի իհարկե, նաև պետք է հասկանալ, որ այդպիսի լավ ժամանակակից օրինակ ինչ որ ենթակառուցվածքներ ունենալու համար նախ պետք է ունենալ լավ կրթություն եւ գիտություն։ Այն մարդիկ, որոնք օգտագործելու են այդ ամբողջը, հասկանում եք, եթե մենք մի ձեռքով քանդում ենք կամ կազմաքանդում ենք բարձրագույն կրթության եւ գիտության համակարգը եւ մյուս ձեռքով ուզում ենք այդպիսի բան անել, դա չի լինի։ Մարդիկ պետություն են ղեկավարում, գիտությունը ինչ է, որ չկարողանում։ Դե տեսնենք, հուսանք, որ այո, այդպիսի բաներ կլինեն, մեծ ներդրումներ Հայաստանում կլինի, բայց այն իշխանությունների օրոք, որոնք կհասկանան, որոնք որոշակի հետագիծ կունենան այդ ոլորտում, որոնք համապատասխան կապեր կունենան արտասահմանում եւ կօգտագործեն նաեւ հայկական սփյուռքի պոտենցիալը, որը հիմա մեծ սեպ է խրված Հայաստանի եւ Սփյուռքի միջև եւ
դա բնավ չի նպաստում այդպիսի նախագծերի իրականացմանը։ Վերջին դիտարկումը կուզեի լսել ձեզնից կարճ որքան հնարավոր է ձեր խոսքում դուք ակնարկեցիք որ 2 ամսից այլ իշխանություն է լինելու ես ճիշտ եմ լսել Այո ես վստահ եմ որովհետև մեր ժողովուրդը մարդիկ որոնք ընտրելու են վստահ են որ ունեն դեռևս այն ազգային մտածողությունը եւ դա ցույց է տալիս մեր ուսուցիչները իրենց տքնաջան աշխատանքով ունեն այն կամքը որ կկարողանան շատ հեշտ թափանցիկ ժողովրդավարական մեթոդներով ընտրել այնպիսի իշխանություն, որին իրենք արժանի են։ Ես վստահ եմ, որ այդ իշխանությունները լինելու են ազգային իշխանություններ։ Ատոմ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, ձեզ եւս շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանին։ Մնացեք Եվրամեդիա 24-ի եթերում, հաջողություն ձեզ։